հիշում ենք Տիրոջ խոստումները եւ այսօր միայն Աստծո խոսքով հնարավոր է ապրել գնալով այս վիճակը ինչքան որ թեժանա միայն Աստծո խոսքով հնարավոր է ապրել ուրեմն հայտնության խոսքը հետեւյալն է շատ կարեւոր է սա որ մենք ճանաչենք ճշմարտությունը եւ ճշմարտությունն է մեզի բժշկելու եւ ազատելու իհարկե մենք միշտ խոսում ենք Տիրոջ կողմը Տիրոջ խոստումներն ենք հիշում որ Տերը ամեն օր մեզի հետ է մինչև աշխարհից վերջը որ Տերը մեր բարի հովիվն է գայլը որ գա մեզ չի կարող հափշտակել Տեր Հիսուսը չասեց որ գայլը չի գալու ասեց գայլը գքա բայց չի կարող հափշտակել որովհետև բարի հովիվը թույլ չի տա սիրելիներ գիտեք այստեղ նրբությունը Աստծո խոստումները այո եւ ամեն են Տիրոջ կողմը խնդրեմ չկա սիրելիներ խնդրեմը մեր կողմն է եւ այստեղ մենք Աստծո խոսքերը հիշելով այդ պահի տակ մխիթարվում ենք բայց հետո նորից վախը բռնում է մեզ սիրելիներ պետքա խոստովանենք որն է մեր կողմը ուրեմն Աստծո կողմը Տերը հավատարիմ է իր խոստումներին մերժեք բոլոր կասկածները Աստծո խոսքի վրա Աստծո խոսքի նկատմամբ սատանայի բոլոր ստերը մերժում ենք թող քանդվի Հիսուսի անունով եւ արմատից խլվի անդունդը գնա Հիսուսի անունով եմ ասում սիրելիներ միացեք մենք իրավունք ունենք մենք իշխանություն ունենք մերժելու եւ Հիսուսի անունով դուրս վռնդելու դրան թող ջախջախվի Հիսուսի անունով ուզում եմ ես խոսել փոխանցել որն է մեր կողմը մարդը կողմ ունի եթե այդ կողմը մեր քայլը չի արվում Աստծո խոստումները մնում են խոստումները հավատարիմ են բայց չի կատարվում կողմ կա որն է մեր քայլը որ այդ խոստումները կատարվի մեր վրա հասկանում եք սիրելիներ սա շատ կարեւոր է որ Աստծո խոսքը բժշկի մեզ որ Աստծո խոսքը մեր կյանքում աշխատի որ Սուրբ Հոգու ձեռքերը աշխատեն մեր վրա եւ ես մեր կողմի հետ կապված որոշ մտքեր ուզում եմ փոխանցել կարդում եմ վերջի ժամանակներում մեր ուշադրությունը Սուրբ Հոգին դեռ մինչև այս վիրուսները այս մտքերի վրա էր ուղղել հայտնության գրքի մեզ շատ ծանոթ համարը 3-րդ գլուխ 10-րդ խոսքը որովհետև իմ համբերությանս խոսքը պահեցիր ես ալ քեզ պիտի պահեմ փորձության ժամանակ որ պատրաստ է գալու բոլոր աշխարհի վրա երկրի երեսը բնակողները փորձելու համար նկատում եք սիրելիներ հայտնությունը ո՞րն է այս խոսքի մեջ նկատեցիք դուք նորություն չի բայց տեսեք ումն է պահում ճշմարտությունը խոստումները ումն է վերաբերվում դու իմ խոսքը պահեցիր ես էլ քեզ պիտի պահեմ այստեղ մեր կողմը կա եւ Սուրբ Հոգին ուրեմն անհանգստությունը թող չլինի Աստծո կողմի նկատմամբ Աստծո կողմը խնդրեմ չկա այրունով ապացուցված որ Տերը ամեն օր քո հետ է իմ հետ է խնդիր չկա սիրելիներ հիշեք Հիսուսի այրունը հավատքի աչքերով նայեք եւ այդ կասկածները լրիվ կջնջվեն մեր մեջից ապացույցը Հիսուսի այրունն է բայց մեր կողմը կարևոր է որ աշխատի Աստծո խոսքը եթե մեր իհարկե առաջի հայացքից նենց օրենքի հոգեբանությամբ են նայում մարդիկ խոսքը պահել բայց խոսքը պահել դա նշանակում է խոսքի վրա եղած հավատքը պահել խոսքը պահել ճանաչենք ճշմարտությունը դա նշանակում է խոսքի վրա խոստումների վրա եղած հավատքը վստահությունը պահել եթե Դավիթը անցնում էր Մահվան շուքի ձորով եւ երբ որ իրան հարց են տալիս Դավիթ ինքը խոստովանում է որ ինքը գտնվում է Մահվան շուքի ձորի մեջ հիմա որ մենք բայց ինքը ասում է չարից պիտի չվախենամ որովհետեւ դու ինձի հետ ես Տեր հիմա մենք հարց պետք է տանք Դավիթին դու որտեղից գիտես որ Տերը քեզ հետ է դու զգում ես Աստծո ներկայությունը ասում է ոչ տեսնում ես Աստծո ներկայությունը ոչ բա ինչ ես զգում Մահվան շուքը այստեղ շատ կարևոր է որ որպեսզի Աստծո խոստումները մեր վրա աշխատի
Աստծո խոսքի հավատքը պահել։ Եվ հիշեցնում եմ, դուք այս համարները գրեք ձեզ մոտ, հետո որ կարդաք խորանակ հավատքով։ Երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 7-րդ համարը։ Ես ժամանակը շահելու համար բոլորը չեմ կարդա, բայց տեղերը կասեմ։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի եւ հավատքս պահեցի։ Ուրեմն այս պատերազմի մեջ եւ բոլոր պատերազմների մեջ հոգեվոր աշխարհում մեր կողմը հավատքը պահել է, սիրելիներ։ Եթե մենք հավատքը պահում ենք, Աստծո խոսքի վրա եղած վստահությունը պահում ենք, այդ խոսքն էլ մեզ է պահում։ Տերն էլ մեզ է պահում։ Փառավորվի Տիրոջ անունը։ Ճանաչենք ճշմարտությունը եւ երեխայի պես ընդունենք այդ ճշմարտությունը մեզ բժշկություն անում։ Սիրելիներ, ուրեմն հորդորում եմ եղբայրներ քույրեր, որ այսօր մենք մեր կողմը, մարդի կողմը շատ կարևոր է։ Անցնում ենք առաջ, երկրորդ կետը, մարդի կողմը։ Որն է մարդի կողմը։ Երբ որ գայլը գալիս է, գայլը այդ վիրուսներն են, գայլը խնդիրներն են, անբուժելի հիվանդություններն են, սատանայի մտքերն են, հարձակումներն են, ոհմակով է գայլը եկել վերջի օրերում։ Սիրելիներ։ Բայց մեր կողմը պետք է աշխատի, հավատքը պետք է աշխատի, քո հավատն է քեզ փրկելու։ Իսկ հավատքը Աստծո խոսքն է, Հիսուսի արյունով հաստատված։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8 եւ 9 համարներում Աստծո խոսքը ցույց է տալիս, որ Սատանան մռնչող առյուծի պես կպտտի, որ մեկին կուլ տա, որոնց դեմ կեցեք հավատքով հաստատված։ Սիրելիներ, ռուսերեն թարգմանության մեջ գրված է, որ հակառակ կեցեք, հավատքով հաստատված հակառակ կեցեք։ Տեսնում եք, սիրելիներ, քո կողմը կա։ Դու չես կարող վիրուսին հաղթել։ Դու չես կարող չարին հաղթել, մտքերին հաղթել, մեղքի ցանկություններին հաղթել, հիվանդություններին հաղթել, դու չես կարող, բայց դու կարող ես հակառակվել։ Դու կարող ես, դու իրավունք ունես։ Տերը քեզ իրավունք է տվել, իշխանություն է տվել։ Շատ կարևոր է, որ մենք ճանաչենք մեր իրավունքները Աստծո խոսքով, իշխանությունը եւ օգտագործել, սիրելիներ։ Եվ այսօր ինչքան է սատանան խեղճացրել շատ հավատացյալների եւ վախով է բռնել։ Եվ համոզել է, որ այդ վիրուսներ, այդ հիվանդություններ, դրանք քոնն են, դրանից բրծում չկա։ Եվ մարդը ընդունել է, մարդը համաձայնվել է եւ դրա ստրուկն է դարել։ Ինչքան աղոթում են, շատ այդպիսի հավատացյալներ չեն ազատագրվում, որտեղ քո հավատքը պետք է բժշկվի, որ քո հավատն էլ քեզ բժշկի։ Հիմա Սուրբ Հոգին հավատքի բժշկություն անում։ Այս ճշմարտության փոխանցումները ճիշտ կատարվում է Աստծո խոսքը, ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Սրանք օդի մեջ խոսքեր չեն, սրանք հայտնություններ են, սիրելիներ։ Ճանաչենք ճշմարտությունը։ Եվ Սուրբ Հոգին հիմա քո հավատն է բժշկում։ Եվ քո հավատն էլ քեզ է բժշկելու հենց տեղում, Հիսուսի անունով։ Փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ։ Ուրեմն տեսնում եք, Սուրբ Գիրքը ցույց է տալի, որ դու կարող ես հակառակվել։ Ինչու է Սատանան մռնչող առյուծի պես դարել է մռնչող առյուծ։ Ինչու, սիրելիներ։ Դա իր պարտության նշանն է։ Դա նշան է, որ հոգիներ կան, որ իր այդ համաձայն չեն։ Հոգիներ կան, որ նրանք հակառակ են Սատանայի մտքերին։ Դրա համար կատաղել է, դրա համար առյուծ է դարել։ Դա իր անճարությունն է։ Դա նշանակում է, որ ինքը եթե ձեռը ճարելները մի քեզ կուլ կտար, էլի, որ չի կարում կուլ տա, ուրեմն ձեռը ճար չկա։ Ոչ թե խղճում է քեզ, կամ մի քիչ բարիացել է Սատանան, կամ մի քիչ խելոքացել է, նա նույն Սատանան է։ Նա էլ չի փոխվում, անփոփոխ է, սիրելիներ։ Բայց ձեռը ճար չկա, դրա համար դարել է մռնչող առյուծ։ Այսօր շատ հոգիներ կան, տատիկներ, պապիկներ, քույրեր, եղբայրներ, որ ասես հավատքը ինչ բանա չեն կարա բացատրեն, որ ասես խոնարհությունը ինչ բան է չեն կարա բացատրեն։ Բայց նրանք հավատքը պահում են։ Նրանք հակառակվում են Սատանային Աստծո խոսքով։ Ասում են դու իմ վրա իշխանություն չունես, վիրուս։ Մերժում եմ ես քեզ։ Եվ դեմ են դնում, հակառակվում են։ Վախը, խնդրեմը, մտքերը,
Անբուժելի հիվանդությունները փախնում են սիրելիներ։ Ես եկեղեցու կյանքում տեսել եմ 47 տարի ես եկեղեցում եմ։ Հիմնականում տեսել եմ ովքեր են բժշկվել անբուժելի հիվանդություններից։ Դա ուռուցքներ կլինի, քաղցկեղ է, վերջ որ մարդկային ուժերից վեր է։ Բժշկագիտությունը անգամ չի կարող այդ հարցերը լուծել։ Միլիարդները չեն լուծում այդ հարցերը, անբուժելի է։ Բայց ես նկատել եմ սիրելիներ, ովքեր որ Աստծո խոսքին ապավինելով, հաստատ հավատքով հակառակվել են այդ խնդիրներին։ Դեմ են դրել, ասել են դու իմը չես, նսեմացրել են դրան եւ բարձրացրել են իրանց կյանքում Աստծո խոսքի եղանակությունը, այդ հիվանդությունները փախել են իրանցից։ Իսկ ովքեր որ այդ հավատքով չեն հակառակվել, թեկուզ եղբայրները աղոթել են, յուղով ոցել են, բայց հիվանդը չի բժշկվել։ Բայց եղել է որ չեն էլ աղոթել, ոչ էլ ոցել են յուղով։ Հայտնություն եղե պաշտամունքի ժամանակ, որ Տերը բժշկություն անում, հայտնությունը ընդունել են, տեղում բժշկվել են, որ բժիշկները ի վիճակի չեն եղել հարցերը լուծելու։ Սիրելիներ, քո հավատքն է քեզ փրկելու, ճանաչենք ճշմարտությունը։ Եվ երբ որ դու հակառակվում ես խնդրին, այդ խնդրեմ բառի մեջ մտնում է բոլոր տեսակի վիրուսներ, անբուժելի հիվանդություններ, մտքեր, վախեր, խնդրեմ էդի բոլորն է վերաբերվում։ Կատարվում է Հակոբոս առաքյալի թղթի 4 գլուխ 7 խոսքը, 7 եւ 8 համարները։ Կկարդաք սիրելիներ։ Ուստի հնազանդեցեք Աստծուն, սատանային հակառակեցեք եւ սատանան ձեզանից կփախչի։ Տեսնում եք, որ դու կողմ ես։ Դու պետք է հակառակվես, դու հանձնվել ես։ Քույրեր ունեինք 80-ական թվերին, միշտ իրանք այդ վախի հարցակումների հոգեկան այդպես ապրումների մեջ էին։ Իրանք որ գալիս են եկեղեցին աղոթում էր իրանց ամեն կիրակի եկեղեցին իրանց համար աղոթում, պարտադիր իրանք գալիս են առաջ աղոթում են։ Եվ ազատագրված են գնում, այդպես չի որ ազատագրված չէին։ Եվ ես հիշում եմ մի անգամ նորից իրանք առաջ եկան ու շատ այդպես զորավոր աղոթք եղավ։ Իրանք անգամ վկայեցին իրանց ազատագրությունը, շատ ուրախությունով գնացին։ Մեկը գնում են հաջորդ շաբաթ գալիս են էլի նույններ։ Եվ ես այդպես Տիրոջը հարց տվեցի, ասի Տեր, չէ որ անցած շաբաթ մենք տեսանք այդ ազատագրությունը։ Այս ո՞նց է իրանք նորից նույնն են։ Եվ Աստծո պատասխանն եմ ասում։ Ասեց իրանք դեմ չեն դնում։ Այդ որ գալիս է, Սուրբ Գիրքը ցույց է տալի, որ չարը հեռանում է, նորից ասում է այդ ամին տեղը։ Նրանք չեն հակառակվում, նրանք դեմ չեն դնում։ Նրանք հանձնվում են միանգամից, այնը գալի բռնում է։ Եվ որ այդ քուրերն եկան, ասի քուրեր ջան, էլ չեն աղոթելու ձեր համար։ Ոնց կլինի եղբայր, բա ինչի։ Ասեսի աղոթքով չէ, ասի հավատքով է։ Ապավինեք Տիրոջ խոսքին։ Մի հատ հակառակեցեք, մի հատ դեմ դրեք։ Հանձնվել եք, դրանք իշխում են ձեզի։ Մերժեք, դրանք կփախնեն։ Անկամ Աստծո որդին, որ անապատում փորձության մեջ էր, սիրելիներ։ Նա փորձվում էր որպես մարդ, որպես երկրորդ Ադամ։ Աստված չի փորձվում։ Ոչ էլ ինք որևէ մեկին չար բանով փորձում է։ Եվ Հիսուսը չասեց սատանա հրամայում եմ անդունդը գնա։ Աստվածային զորությունը չօգտագործեց, չաշխատեց այդ զորությունը, ինքը չօգտագործեց իրելներ, բայց ինքը օգտագործեց հավատքը։ Եվ սատանան փորձում էր, 3 անգամ փորձեց, եւ Հիսուսը հակառակվեց, որպես երկրորդ Ադամ դեմ դրեց, հակառակվեց եւ սատանան փախավ իրանից։ Սիրելիներ, եւ սա մեզ համար օրինակ է։ Ես չգիտեմ, մեկին մտքերն է մոտեցել, մեկին վիրուսն է մոտեցել, մեկին անբուժելի հիվանդություններ են մոտեցել, թեկուզ բռնել են արդեն քեզ, բայց հորդորում եմ քեզ Հիսուսի անունով։ Դու իրավունք ունես, դու իշխանություն ունես, ճանաչի քո իշխանությունը։ Եվ հենց հիմա զղջա Տիրոջ առաջ, ու ասա Տեր, ներիմ անհավատությունը, դա անհավատությունը, ներիմ բոլոր կասկածները, մերժում եմ սրանք, դու իրավունք ունես մերժելու։ Եվ ասա Տեր, հանձնվում եմ քո խոստումներին։ Աբրահամի պես մի նայ երևույթին։ Եվ ասում Աբրահամը չնայեց իր մարմնի մեռած ելնելուն,
մի նայ չնայեց Սարայի մարմնին մեռածլելուն, բայց մի ժամանակ նայում էր եւ ծիծաղում էր, ասում էր 100 տարեկան մարդը ոնց որդի կունենա։ Բայց երբ որ Աբրահամի հավատքը բժշկվեց, իր հայացքը ուղղվեց Աստծո խոսքին եւ ինքը խոստովանում էր, նա որ խոստացել է, կարող է կատարել իր խոստմունքը եւ հավատքով զորացած փառք էր տալի, բայց դեռ պատասխան չկար։ Ուրեմն հորդորում եմ սիրելիներ, մեկ կողմն է, սա մեր կողմն է։ Խոստումները երբ են աշխատում ձեր կյանքում, երբ որ դուք ապավինում եք Տիրոջ խոստումներին, այդ խոստումները կատարվում են ձեր վրա։ Իսկ եթե դուք նայում եք երևույթին ու հանձնվում եք, խոստումներին տեղ չեք տալի։ Երբ որ Իսրայել ժողովուրդը անապատի մեջ էր, սիրելիներ, այս օրինակները մեզ համար են գրած։ Եվ Սուրբ Գիրքը ինչ է ցույց տալիս։ Եբրայեցիս 3-րդ գլուխ, Եբրայեցիս 3-րդ գլուխ, սիրելիներ, ես Սուրբ Գրքից բացեմ, Եբրայեցիս 3-րդ գլուխ, հետևյալ խոսքերն են։ 17 համարից մինչև 19 խոսքը, որոնց մեզ զզվեցավ Աստված անապատի մեջ։ Տեսեք, Աստված ինչից է զզվում։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, չէ որ անհավատներից, անհավատությունից։ Եվ Աստծո ժողովուրդը անապատի մեջ ոչ հիվանդությունից մեռան, ոչ վիրուսից մեռան, ոչ սովից, ոչ ծառավից, նրանք մեռան անհավատությունից, Աստծո խոստմանը չվստահելուց, սիրելիներ, թող բժշկություն լինի, մերժեք այդ սատանայի մտքերը, դա անհավատություն է, մերժեք, թող բժշկություն լինի Հիսուսի անունով, երկրորդ օրինաց գրքում, սիրելիներ, տեսեք 9-րդ գլխում, Աստծո խոսքը ինչ է ասում, Աստծո խոսքը ինչ է ասում, ուրեմն համարը դուք գրեք, ձեզ մոտ կկարդակ, ես բոլորը չկարդացի, 3-րդ գլխի այդ համարները վերջի, 18-19, ես կարդում եմ 9-րդ գլխից, երկրորդ գիրք օրինաց, 4-րդ խոսքից, երբ քու Տեր Աստվածը ձանոն քո առջև հալածե, սրտիդ մեջ չսես, թե Տերը իմ արդարությանս համար զիս այս երկիրը բերավ, որպեսզի ժառանգեմ, քանզի Տերը այս ազգերը իրենց անօրենությանը համար քո առջև կվռնդե։ Ոչ թե քո արդարությանը դու սրտի ուղղությանը համար կմտնես անոնց երկիրը ժառանգելու, այլ քո Տեր Աստվածը այն ազգերուն անօրենությանը համար ձանոն քո առջև կվռնդե եւ որպեսզի հաստատե այն խոսքը, որու համար քո հայրերուդ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի երդում էր։ Ուրեմն երբ Տերը վռնդելու թշնամուն քո առջևից, երբ որ խոստմունքը հաստատ է քեզ համար, հավատքով դու ապավինել ես, սիրելիներ, ուստի գիտիր, որ քո արդարության համար չէ, որ քո Տեր Աստվածը այս բարի երկիրը քեզի ժառանգել կտա, քանզի դու խստապարանոց ժողովուրդ ունես։ Սիրելիներ, ճանաչենք ճշմարտությունը, ուրեմն մեր կողմը կա, մեր կողմը, ովքեր այս խոստմունքին չապավենեցին, խոստմունքը չկատարվավ իրանց վրա, իրանք մեռան, բայց խոստմունքը նա էր, որ իրանք պետք է հասնեն բարի երկիրը, բայց մարդիկ կային այնտեղ, դու գիտեք այդ երկու հոգու մասին, որ նրանք խոսքը ամուր էին բռնել, ոչ սովը, ոչ վիրուսը, ոչ հսկները, ոչ մի բան, սիրելիներ, ոչ մի բան, նրանց վրա չազդեց, նրանք ապավինել են Տիրոջ խոսքին, սա է հավատքը, եւ այդ բարի երկիրը ժառանգեցին, այսինքն խոստմունքը ում վրա է կատարվում, որ ամեն օր ես քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, ով որ վստահում է այդ խոսքին, ում վրա է կատարվում, որ բարի հովիվը թույլ չի տա, որ գայլը քեզի հոշոտի, հափշտակի, ում վրա է կատարվում, ովքեր այդ խոսքին ապավինում են եւ հավատքով զորացած փառք են տալիս։ Բռնեք խոսքը, մի վախեցեք։
Եվ այդ խոսքով հակառակվեք, հակառակեցեք, սա ձեր կողմն է։ Հալելույա, ճանաչենք ճշմարտությունը, սիրելիներ։ Եվ այսօր, երբ որ մենք այս քայլը անում ենք, խոստումները իրար հետևից մեր վրա Սուրբ Հոգին հաստատում է հրաշքներով, նշաններով, բժշկություններով։ Սա է խնդիրը, սա է խնդիրը, սիրելիներ։ Աստծուն սատանան չի կարող խանգարել, որ իր խոստումները կատարի։ Մեր հավատքն է կոտրում։ Դրա համար Սուրբ Հոգին հիմա հավատքի բժշկություն անում։ Այ հիմա ամբողջ այս քարոզով գնում է հավատքի բժշկություն, որ քո հավատքը ամեն օր քեզ բժշկի։ Սիրելիներ, հալելույա, ճանաչեք ձեր իշխանությունը, ճանաչեք ձեր իրավունքը, որ Տերը տվել է։ Հաճախակի սատանան մեզի փորձում է Աստծո խոսքով խեղճացնել եւ հաջողվում է շատերի կյանքում։ Եվ ինչ է ասում, ասում է դու հələ քեզին նայի, քո վիճակին նայի։ Դու այդքան տկար, մեղավոր, ես ինչ վիճակների մեջ ես։ Այն եղբոր, այն մյուս քույրիկի նման դու զորավոր չես։ Հələ մի բան էլ հրամայում ես։ Հələ գնա մի հատ մաքրվի, մի հատ սրբվի։ Սիրելիներ, ուրեմն հորդորում եմ Հիսուսի անունով։ Քանի հոգի կան այս լսողներից, ումն է վերաբերվում Աստծո խոստումները։ Քանի հոգի կան լսողներից, որ թեկուզ տկար են, շատ աճելու տեղ ունեն, շատ մաքրվելու տեղ ունեն, բայց իրանց ընտրությունը Հիսուսն է։ Նա ձեր ընտրությունը հաստատեք, ձեզ լսելի ձայնով, ասա Տեր, իմ ընտրությունը դու ես, հավիտյան, քո խոստումներն են, ես համաձայն եմ, ապավինում եմ միայն քո խոստումներին։ Եվ սատանայի որևէ մի ստի հետ համաձայն չեմ։ Եվ ես չգիտեմ ով ինչ վիճակի մեջ է, բայց եթե քո ընտրությունը հաստատ է, ես էլ եմ խոստովանում, որ ես շատ աճելու տեղ ունեմ, շատ մաքրվելու տեղ ունեմ։ Կատարյալ չի իմ վիճակը, բայց իմ ընտրությունը կատարյալ է, Հիսուսն է։ Խոստումները վերաբերում են նրանց, թեկուզ տկար են, շատ աճելու մաքրվելու տեղ ունեն, բայց իրանց ընտրությունը Տերն է, տվել են Աստծո խոսքին։ Խոստումները քոնն է եւ քո որդիներինն է, որոնք քո հավատքով են ապրում, դեռ մանուկ են։ Թող Տերը օրհնի ձեզ, սիրելիներ, եւ ես ուզում եմ հիշեցնել մեր ընթացքը Հռոմեացիս 10-րդ գլուխ 10-րդ խոսք։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 10-րդ խոսք։ Մեր քայլը, մեր ֆունկցիան ո՞րն է։ Մեր գործը, սիրելիներ, մեր կողմը սրտով հավատում ենք արդարանալու համար, բայց բերանով խոստովանում ենք փրկվելու համար։ Գիտեք, սրտիդ մեջ լավ է, որ հավատում ես, որ Տերը քո հովիվն է, բայց բերանով խոստովանվի։ Ինչպես Դավիթն էր խոստովանում. Տերը իմ հովիվս է, ես բանի մկարոտություն պիտի չունենամ։ Թե մահվան շուքի ձորի մեջ ալ պտտիմ, չարեն պիտի չվախենամ, դու ինձի հետ ես, Տեր։ Ինչու՞մն է կայանում խոստովանության կարևորությունը։ Մենք երկու տեսակ խոստովանություն կա, մեղքի խոստովանություն եւ հավատքի խոստովանություն։ Ցավոք, մեր ժողովուրդը հիմնականում շատերը վարժված են մեղքի խոստովանությամբ։ Խոստովանում են միայն իրանց տկարությունները, իրանց ոչնչությունը։ Սա Տիրոջ առաջ խոստովանեք, բայց սատանայի առաջ մի խոստովանեք։ Ես տկար եմ, բայց Աստծո տկարն եմ, դու Աստծո տկարն ես։ Դեմքով դեպի Տերը, դեմքով դեպի ժողովուրդը ես տկար եմ, բոլորից տկարը ես եմ։ Բայց դեմքով դեպի խնդրեմը, դեմքով դեպի սատանան ես տկար չեմ, դու էլ տկար չես։ Դու Աստծո տկարն ես։ Ավելի զորավոր է Աստծո տկարը, քան թե Էսոթի իշխանը։ Քո մեջին ավելի զորավոր է, քան վիրուսը, քան թե անբուժելի հիվանդությունը։ Նա հակառակվեք, սիրելիներ, ինչ եք հանձնվել։ Աստծո խոսքը նսեմանում է, որ մենք հանձնվում ենք։ Մենք խոստմունքի որդիներ ենք։ Ուրեմն քո կողմը խոստմունքին ապավինելն է եւ Աստծո խոսքով չարին հակառակվելն է մինչեւ վերջ։ Մինչեւ որ նա պետք է փախնի վերջ։ Նա չի կարա չփախնի։ Ուրեմն Տիրոջ խոսքը ճիշտ չի գրած։ Սուտ է Աստծո խոսքը։ Այդ վիրուսն է սուտ։ Աստծո խոսքը այո եւ ամեն է։ Այրունով է ապացուցված։ Այրունը հիշեք։ Անոր վերքերով մենք բժշկվեցանք, սա հավատքի բժշկությունն է հիմնական։ Հոգևոր բժշկությունն է։
Հին ուխտի մարգարեները այդքան փորձություններ որ անցան եւ փորձությունները չկարեցան իրանց հաղթեն, որտեղ իրանց հավատքը հաստատ էր եւ իրանց հավատքը հաստատվել է, իրանք հայտարարեցին անոր վերքերով մենք բժշկվեցանք։ Քրիստոսի վերքերի ապացույցը հիմա բժշկում է քեզ անհավատությունից։ Ասա Տեր, ընդունում եմ, թող ամեն մեկի վրա իջնի այս օծությունը, փառավորվի ճշմարտությունը, սիրելիներ։ Այս ճշմարտությունն է մեզի բժշկե, այս ճշմարտություններն է մեզ ազատե, սիրելիներ։ Մենք սովորական մարդ ենք, բայց ընտրության միջոցով մենք պատկանում ենք Աստծո որդուն։ Հալելույա։ Խոստովանեք, սիրելիներ, հավատքով պիտի խոստովանեք։ Տիրոջ խոստումն է, մարդը ընդհանրապես խոստովանելու, դավանելու, վկայելու ունակություն ունի, այդպես հատկություն կա մարդի մեջ։ Կամ դու պետք է խոստովանես վիրուսի զորությունը, Գողիաթի զորությունը, կամ էլ պետք է խոստովանես Աստծո խոսքի խոստումների զորությունը։ Հիմա թող փոխվի քո խոստովանությունը։ Հալելույա։ Թող բժշկություն լինի Հիսուսի անունով։ Հիսուսի անունով ընդունում ենք այս բժշկությունը։ Տեր, թող ամեն մեկի վրա հանգչի այս օծությունը, բացվի մեր հոգու աչքերը, ու մենք տեսնենք ճշմարտությունը, Տեր, եւ այս բժշկությունը ընդունում ենք բոլորի վրա թող հանգչի, Տեր։ Ալելույա։ Հավատքի մարդիկ բժշկվում են, սիրելիներ։ Քո հավատքը քեզ բժշկում է։ Ես տեսնում եմ, որ բժշկում է։ Այստեղից տեսնում եմ, որ բժշկում է։ Հայտնությունով եմ ասում։ Հալելույա։ Մենք օդի մեջ խոսքեր չենք ասում։ Սա ճշմարտությունն է։ Թող փառավորվի ճշմարտությունը։ Եվ հաջորդ կետը, որ ես ուզում եմ ասեմ, սիրելիներ, երկինքն է որոշել դու երբ ես ծնվելու ես երկրի վրա, եւ երկինքն է որոշել դու ես երկրից երբ ես հրաժեշտ տալու։ Ես չգիտեմ ով բռնված է անբուժելի հիվանդությունով, որ բժիշկները հույս չեն տալի, միևնույնն է, հիվանդությունը չի որոշելու դու, որ դու պետք է մեռնես, ոչ էլ վիրուսն է որոշում, ոչ էլ սատանան է որոշում, որոշում է Տերը։ Հիվանդությունից կարող է մարդ մեռնի, կամ ինչ-որ մի վթարից, ինչ-որ մի դեպքից, բայց եթե իր ժամանակը չի, որ ինքը պետք է մեռնի, որ գնում է այն աշխարհ նորից հետ են դարձնում, ասում են քո ժամանակը չի, հետ գնա։ Չեք լսել այդպես բաներ։ Հալելույա։ Բայց եթե Տերը որոշել է քո կյանքի օրերը, եթե այսօր դու պետքա վերցվես երկրի վրայից, փառք տուր Տիրոջը, գնում ես երկինք, սիրելիս։ Առողջ ելնես, պետքա գնաս, կապ չունի, վիրուսա թե ինչա։ Բայց եթե քո ժամանակը չի, այս մարմնից հոգին էլ որ դուրս գա, ընդեղից հետ են դարձնում, ասում են քո ժամանակը, ինչքան դեպքեր կան, սիրելիներ։ Եվ դրանք վկայություններ են։ Ուրեմն մենք ապավինում ենք Տիրոջ խոստումներին եւ մերժում ենք սատանայի ստերը։ Եվ այստեղ մի ծայրահեղություն կա, որ ես ուզում եմ նորից փոխանցել, ոգևորություն եւ հավատք, սրանք տարբեր բաներ են։ Մարդիկ ոգևորվում են Հիսուսի վերքերով ես բժշկված եմ, բայց այդպես էլ մնում են հիվանդ, ու այդ հիվանդությունից մեռնում են։ Սա ոգևորություն է։ Հավատքը սա է, որ այդ խնդրեմը իմ կյանքից պետքա դուրս գա։ Պետք է դուրս գաս եւ վերջ։ Հիսուսի անունով։ Մինչև վերջ հակառակվի եւ ինքը պետքա դուրս գա, քանի դուրս չի եկե։ Դու հակառակվի, հավատք օգտագործի, դավանի եւ քեզ լսելի ձայնով դու խոստովանություն արա, որտեւ հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Երբ որ դու քո շուրթերից լսում ես քո բերանի վկայությունը աշխատում է եւ հավատքով դու դեմ ես դնում։ Սիրելիներ, բժշկություն է գնում։ Ես տեսնում եմ, որ բժշկություն է գնում։ Ասա Տեր, ընդունում եմ հենց հիմա Հիսուսի անունով։ Սա խարիզմատիկական ոգևորություններ են, մենք չենք ընդունում։ Մենք ընդունում ենք հավատքի զորությունը, որ խնդրեմը պետքա գնա վերջ, ինքը չի կարող մնա։ Պետքա գնա եւ նա գնալու է։ Դու հակառակ ես, ինչ վերջ հակառակվի։
գրամ էլ չընդունես։ Ինքը հետո աղաչելով է խոսալու քո հետ, ես կյանքից եմ ասում։ Մի օր հնարավորություն կլինի ես այդ վկայությունները կասեմ։ Երբ որ դու պրոբլեմը զգում ես, որ դու էլ չես ընդունում, ասում ես դե գոնե մի քիչ, մի քանի օր պետք է հիվանդ լինես, ոչ, մի գրամ էլ չեմ ընդունում։ Անդունդը գնա Հիսուսի անունով։ Այդ վկայությունները մի օր ժամանակ կլինի ես կասեմ, սիրելիներ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն հավատքով զորացած մենք փառք ենք տալի։ Ճանաչեք ձեր, ես ամփոփում եմ ու վերջացնեմ։ Ուրեմն մեր կողմը, Աստծո կողմը խնդիր չկա։ Մեր կողմը դու իմ խոսքերը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության ժամանակ։ Խոսքը պահել նշանակում է խոսքի վրա եղած հավատքը պահել։ Այդ հավատքով հակառակվել պրոբլեմին, այդ հավատքով, Աստծո խոսքի հավատքով վիրուս է, ամբուժելի, չգիտեմ, հիվանդություն է, սատանա է, մտքեր են հակառակվել, դեմ դնել, հակառակվել, եւ նա քեզանից պիտի փախչի, եւ այդ խոսքերը պատերազմի ժամանակ խոստովանել, վկայել, դավանել, հրճակել, ոչ թե Գողիաթի զորությունը, այլ Աստծո խոստումների իրականությունը, որ նա իրական է, նա խոսք չէ, նա իրական է, որտեղ մեր Տերը իրական է, ողջ է, կենթանի Աստված է։ Հալելույա։ Թող Տերը օրհնի ձեզ։